Ստամբուլում նախատեսված է Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հանդիպումը։ Ռուսական պատվիրակությունը ներկայացնում են Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և ոլորտային փորձագետներ։ Ռուսաստանի նախագահը, ինչպես և ակնկալվում էր, չի մեկնել Թուրքիա։ Ռուս-ուկրաինական բանակցություններին ընդառաջ Անկարայում տեղի է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որը տևել է շուրջ 3 ժամ։ Թուրքիայի առաջնորդի հետ զրույցից հետո Ուկրաինայի նախագահը հայտնել է ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլ ուղարկելու որոշման մասին։ Այն կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Զելենսկին հավելել է, որ ինքը, անվտանգության ծառայության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Ստամբուլում անելիք չունեն, քանի որ Վլադիմիր Պուտինը չի եկել բանակցություններին։ Հարգելով Դոնալդ Թրամփին և Ռեջեփ Էրդողանին, ցանկություն ունենալով առաջին քայլերն անել դեէսկալացիայի ուղղությամբ, Ուկրաինան պատվիրակություն է ուղարկում Ստամբուլ։ Սակայն կարծում եմ Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում այս հանդիպումներին և չի ցանկանում դադարեցնել պատերազմը։ Մոսկվան անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում, այդ թվում Վաշինգտոնի և Անկարայի նկատմամբ։ Այնուհանդերձ ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում կլինի նաև մայիսի 16-ին, հանդիպումներ կանցկացվեն ամերիկյան, թուրքական և անպայման ռուսական կողմերի հետ։ Անդրադառնալով բանակցությունների հնարավոր օրակարգին, Զելենսկին շեշտել է՝ Կիևի հիմնական նպատակը հրադադարն է։ Իսկ տարածքների հարցը չենք կարող քննարկել։ Ես սահմանադրության երաշխավորն եմ, Ղրիմը Ուկրաինա է։ Մենք իրավաբանորեն չենք ճանաչի ժամանակավորապես օկուպացված տարածքները որպես ռուսական։ Ուկրաինայի նախագահը հավելել է՝ Կիևն իր վարքագծով ցույց է տալիս, որ ցանկանում է պատերազմն ավարտվի, և Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունն ունի նման որոշում ներկայացնելու մանդատ, ի տարբերություն Ռուսաստանի պատվիրակության, որն ըստ Զելենսկու կարծես ձևական բնույթ է կրում։ Ելույթով է հանդես եկել Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որն ինչպես և 2022 թվականի Ստամբուլյան բանակցություններում գլխավորում էր Մոսկվայի պատվիրակությունը։ Նա հավատացրել է՝ ռուսական թիմն ունի բոլոր անհրաժեշտ իրավասություններն ու լիազորությունները բանակցություններ վարելու համար։ Նրա խոսքով պատրաստ են վերսկսել 3 տարի առաջ ընդհատված բանակցային գործընթացը, քննարկել հնարավոր փոխզիջումները։ Երեկ Ռուսաստանի նախագահը խորհրդակցություն է անցկացրել մեր պատվիրակությանը բանակցություններին նախապատրաստելու համար։ Ունենք կառուցողական մոտեցում, հնարավոր լուծումներ և շփման եզրեր գտնելու ցանկություն։ Ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցությունների նպատակն է վաղ թե ուշ հաստատել երկարաժամկետ խաղաղություն, վերացնելով հակամարտության հիմնական պատճառները։ Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնաբանել է Դոնալդ Թրամփը։ Մինչև Պուտինի հետ չհանդիպենք, բանակցություններում առաջընթաց չի լինի, հայտարարել է ԱՄՆ նախագահը Կատարից Արաբական Միացյալ Էմիրություններ ճանապարհին։ Ավելի վաղ նա չէր բացառել, որ կմասնակցի Ստամբուլյան քննարկումներին, բայց եթե Ռուսաստանի նախագահը լինի Թուրքիայում։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է՝ պատրաստ է մայիսի 16-ին էլ մեկնել Ստամբուլ, անհրաժեշտության դեպքում մասնակցելու ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններին։ Հայտնի է, որ Վաշինգտոնի թիմն առավոտվանից Թուրքիայում է, ԱՄՆ պետքարտուղարն արդեն հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ։ Ակնկալվում է, որ մայիսի 16-ին նրանց կմիանան նաև հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Քիթ Քելոգը։ Դիանա Գասպարյան, լուրեր։